Ազգային ժողովի ամբիոնից շատ քննարկվեց նաև Տաշիր Լոռու մարզի հետ կապված ձեր հայտարար։ Լոռի ոչ մի այնպիսի Տաշիր Լոռի հետ կապված ես ինչ եմ հայտարարել ասեք։ Որ ասացիք, որ վրացական Թամար Թագուհու միջոցով Իվանե եւ Զաքարյաններ եղբայրների հետ կապված պատմությունը հանգիստ ասեք, մի վախեցեք, ասեք, ինչ եք, չնայած միլիոն ձևի փորձեցի, ինչի, մի ժամ չեք կարող ձևակերպեք, ինչ։ Հենա վրացիներն կարան ասեն Լոռին Տաշիրի հատվածը մերն է։ Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ չեն կարող ասել։ Ոչ թե կարող են ասել, այլ չեն կարող ասել։ Չեն կարող ասել, նույնիսկ ոնց որ մենք չենք կարող ասել, Ադանան է մերը, ոնց որ մենք չենք կարող ասել, Խոյնը մերը։ Հիմա ես այս հատվածը վառացի մեջ բերեմ կարդամ պատմության դրվագներն է 1045 թվականին Անի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Հայաստանում առաջնությունն անցավ Լոռվա Կյուրիկյան արքայատոհմին, ճիշտ է։ 1110 որ գիտեք, երբ որ 1118 թվականին վրաց բանակի հարվածներից է խոնարհվում Կյուրիկյանների դրոշը եւ Լոռին կցվում է վրաց թագավորությանը, այսինքն չի նշանակում որ իրանցն է եղել, այդ նշանակում է մերն է եղել։ Իրանք ուղղակի մի ժամանակ կարող են մի կարճ ժամանակահատվածում։ Իսկ Ադանան, իսկ այդ նույն տողերը որ կարդակ Ադանայի մասին ինչ կտեսնեք այնտեղ։ Ինչ կտեսնեք, դուք կտեսնեք, որ այս ինչ թվականից են ինչ թվական է, ինչ թագավորության կազմում էր, ինչ թվականից են ինչ թվական է, ինչ թագավորության կազմում էր, ինչ թվականից են ինչ թվականն էր հայկական իշխանություն էր, հետո էր հայկական թագավորություն։ Հետո Օսմանյան կայսրություն, հետո մի պահ Սիրիային մի հատվածը, հետո նորից Թուրքիային, հիմա ի՞նչ է ձեր ասածը։ Ձեր ասածը այն է, որ որտեղ եղել է հայկական պետականություն, դա հայկականն է, չեն քննարկում, իսկ որտեղ եղել է արաբական պետականություն, դա գրավել են, դա հաշիվ չի, որտեղ եղել է մոնղոլական պետականություն, դա գրավել են, դա հաշիվ չի, որտեղ եղել է, չգիտեմ, պարսկական տիրապետություն, դա գրավել են, այսինքն ընդհանրապես այս աշխարհում մյուս բոլոր պետությունները իրանք միշտ գրավում են, իրանցը գրավածն է։ Իսկ որտեղ եղել է հիմա Տիգրան մեծը, որ հասել էր մինչև ասենք թե Պաղեստին, էդ էլ ենք հաշվում հայկական, պետք է հիմա գնանք ասենք Պաղեստինը մեր հայրենիքն է, հա։ Չեք հաշվում դուք։ Հա Պաղեստինն էլ եք հաշվում մեր հայրենիք, այսինքն ես հարց եմ տալիս։ Պաղեստինցիները ահագին պաղեստինցիներն ու իսրայելցիները ահագին Ես ասում եմ պատմական փաստերը ինչի, պատմական փաստերը ինչի չհիշատակել։ Պատմական փաստերը շատ են։ Պատմական փաստերը շատ են եւ բազմազան։ Եվ երբ որ դուք հիշատակում եք քաղաքական բանավեճում կամ քաղաքական խոսակցության մեջ ինչ որ պատմական փաստ, ուրիշն էլ ունի ուրիշ պատմական փաստ։ Պատմական փաստերը միակողմանի չեն։ Պատմությունը այնպես չի, որ կա մի ազգ, որը միշտ ամեն ինչ ինքը ասելու իրավունք ունի, որովհետև ինքը միշտ ճիշտ է, եւ մյուս ազգերը իրանք բոլորը գրավող, չգիտեմ, զավթող, հարստահարող, այդպես չի պատմությունը։ Գրվում։ Պատմությունը այդպես չի գրվում։ Չի եւ միաշերտ չի, այդ մասով համաձայն եմ ձեր։ Բայց խնդիրն է, որ մեր իշխանությունն եք դուք, պարոն Եղան, դուք մեր երկրի շահերը պիտի հետապնդեք, Հայաստանի Հանրապետության շահերը։ Բայց այդ չի նշանակում, որ դուք պիտի մեր բոլոր տարածքները, երբեմնի հաղթանակները, երբեմնի թեկուզ հաղթանակները, որոնք պարոն Գաբրիելյանը նվիրեց ընդդիմությունը, գրքերը դպրոցում սովորում են, ուսումնասիրում են երեխաները, բոլորը լավ գիտեն։ Ասենք եթե կա ձեր անհրաժեշտությունը, եթե ուզում եք մեզ ինչ աղել, եթե քաղաքական անհրաժեշտություն կա, բայց դա պետք է տակը հիմք լինի, ուղղակի հելնել դատարկ խոսել, ուղղակի դատարկ ասել բարև ձեզ, աշխարհագրության դասի նման, բարև ձեզ, մեր պետությունը ձգվել է Եփրատ գետից մինչև այսինչ գետը, մեր պետության մայրաքաղաքներն էին, սա եւ սա, այսինքն հա էլի ասենք իմաստ կարեք ինձ ասեք, իմաստը, սա հանրագիտ բանի դասը, աշխարհագրության եւ պատմության դասը, ազգային ժողովի խոսքը պետք է լինի քաղաքական, սպասարկի քաղաքական նպատակ։ Ասես մի ինչ-որ բան, որ հասնես մի ինչ-որ նպատակի, դա քաղաքականությունը։ Ասես մի ինչ-որ բան, որ հասնես մի ինչ-որ նպատակի, որ կանխես մի ինչ-որ վտանգ, մի ինչ-որ սպառնալիք, այսինքն խոսքը պետք է ասվի անհրաժեշտաբար, ոչ թե ուղղակի ինչ միտքդ գա, ասես չէ, էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն։ Okay, ճիշտ է, բայց դա ասեմ որ ինչ, մենք Պյութագորասի թեորեմն ենք քննարկում հիմա, թե խոսում ենք քաղաքականությունից։ Առաջ նախկին գումարման ազգային ժողովներում այս քննարկումը չկար, սա առաջացել է ձեր իշխանության օրոք։ Ոչ մեկ առաջ ինչի առաջ ասում էին Աջուձախ Ադանան, մեր հայրենիքն է, հա,
Տենց արտահայտություններ էին հնչում աչու ձախ։ Սարգսյանը հայտարարեց Աղդամը իմ հայրենիքը։ Սարգսյանը Աղդամը իմ հայրենիքը չի։ իսկ ինչու հայտարարեց։ Իսկ ինչու հայտարարեց։ Որովհետև կա դրա քաղաքական անհրաժեշտությունը։ Որովհետև կա ասիկ ոնց Աղդամը իմ հայրենիքն է, իմն է, բայց ոնց է։ Շատ լավ։ Հիմա ո՞րն է ճիշտը։ Հիմա դուք ամեն եք ասում, ամեն։ Վերջը դուք ճիշտն ու սխալը ո՞րն է։ Ասում եք փաստորեն հիմա Աղդամը Ղարաբաղի մեջ էր, թե մեջ չէր։ Աստված Սերժ Սարգսյանը ճիշտ էր։ Նույնիսկ եմ կրկնում, քաղաքականությունը ֆիզիկա չի, որտեղ ճիշտը լինի կոնստանտ, միշտ ճիշտ բոլոր ժամանակների համար։ Ամեն ժամանակ ունի իր անհրաժեշտությունները, իր կարիքները։ Ճիշտ է այն խոսքը, որը հանգեցնում է քո նպատակների իրագործմանը։